Բարի ողջույն ժողովուրդ ջան, հանդիպեցինք, մի քիչ ընդմիջումներ այստեղ լինում է, հոգնում եմ անկեղծ ասած, տաղավարը շատ լավ դրական աշխատում է, եթե ուշ եմ գալի, դա իմ մեղավորությունն է, որտեղ հոգնել եմ շատ։ Այսօր հեռախոսային զանգեր կլինի, որին ես շատ սպասում եմ եւ ինձ էլ սպասում են, բայց մինչեւ զանգերը թռուցիկ ունեմ, մի փոքրիկ թռուցիկ ունեմ, ասեմ, ու այս թռուցիկները շատ կարևոր են, ես այնքան կխնդրեի, որ այս թռուցիկների բառերը, իմաստը, խորհուրդը լավ սերմացնեք ձեր գլխի մեջ, որտեղ դա խորը իմաստ ունի։ Ու միշտ հարցից հարց է գալիս ու միշտ տված ես ասածը մտածեք ու ինքներդ ձեր մեջ բացեք, որպեսզի դա այդպես կատարվի։ Երբեք ուրիշների ապրումների մեջ մի խառնվեք, այո։ Այդ որ մեր ժողովուրդն ասում է ցավը տանեմ, անդադ իրար ասում ենք ցավը տան, ուրիշի ցավը, վիշտը, նեղությունը ձեզ ոչ ոք իրավունք չի տվել վերցնել ձեր վրա։ Ու որ ասեմ, բա հարազատ է, բա բարեկամ է, դե հայի բնավորությունը այդպես է, բա ոչ չանեմ չօգնեմ։ Մենք Աստված չենք։ Իրոք մենք Աստված չենք ու մարդ ամենաչի, վերևից եթե մենք այդ ամեն ինչ անում ենք, Աստված վերևից ասում է դու իմ կարիքը չունես։ Դու գնա քո ինքնագլուխ դու ամեն ինչը տարա ինձ մի դիմի։ Հենց այդ վիշտն է, քանի չեն դիմել, քանի չեն ասել մի ասա, քանի չեն ուզել մի տուր։ Էս էլ հիշեք, սա էլ է շատ կարևոր։ Օգնիր մարդուն Տիրոջը խնդրելով, այո, որ Տեր Աստված օգնիր, տուր ինձ հնարավորություն, տուր ինձ միտք, տուր ինձ ուղեղի լուսավորություն, որպեսզի կարողանամ այս ինչ մեկին օգնեմ, բայց որ ինչ որ մեկը խնդիր ունի, յուրաքանչյուր հարցի շուրջ կա քեզ դիմի, քեզանից խորհուրդ հարցնի, ինչ անել, դու իրեն ոչինչ խորհուրդ մի տու, որտեղ դու ճիշտ չես լինելու։ Դու քո գաղափարի չափով ես նրան խորհուրդ տալու, ինչ գիտես, որ քո ասածը այդքան ճիշտ է լինելու, բա որ ինքը քեզ լսի ու իր ոտքը քարին կպնի։ Ճիշտ չի դա եւ բաց է դու հոգեբան չես։ Հետո ճիշտ է հոգեբանություն նշանակում հոգին բանել։ Մարդը ստրեսերի դեպրեսիայի մեջ է, եկել է հոգեբանի մոտ, մի մարդ արարածի, որ կրթություն է ստացել, եկել է իր հոգին բացում է եւ այդ կրթություն ստացած մարդը պետքա քեզ խորհուրդ տա։ Դու ինչ անես։ Հիմա էլ տեստելով է խորհուրդներ տալի, ձեռագրով է խորհուրդ տալի, լսելով է խորհուրդ տալիս։ Բայց ամենը ճիշտը լսել քո ներքին ձայնին, լսել քո սրտի ձայնին, որ ամենը ճիշտ է, քան գիտակցությանը, որտեղ գիտակցությունը շատ սահմանափակ է ու գիտակցությունը ճիշտ չի։ Անսահմանա ենթագիտակցություն է, որը մարդիկ չեն կարողանում բացել։ Եթե պատրաստ չեն բացելու, իսկ սիրտը դա սերն է, եթե դու ամեն ինչի ուժեղ մագնիս ունես սիրտը, հենց այն եւ որ ասում ենք ամբողջը մագնիս է, բումերանգն է, աշխատում է, մոգություն, մագնիս, դա լավ առումով նայեք, դրական առումով նայեք։ Այդ սրտի մագնիս, այդ ռիթմն է, որը խփում է դեպի տեզերք ու հետ է գալիս։ Դրա համար մենք հենց զարթնում ենք, ասեմ շնորհակալ եմ Տեր Աստծո, որ ես կամ իմ սիրտը բաբախում է, որ տեսնում եմ իմ հարազատին բարեկամը իմ կողքն է ողջ չա, էլի շնորհակալ եմ։ Ընկերոջդ, ընկերուհուդ, երկար ժամանակ չես տեսել կամ ուզում ես տեսնես, ձեռքը դիր սրտիդ ու խոսի, որ դու իրան ուզում ես տեսնես, դու կարոտում ես։ Այդ ռիթմերը կգնա իր մոտ ու դու իրանից լուր կստանաս, բայց սիրտը բարին է, չար չի, ժողովրդավար ասեմ, խալխի ոչ կանգան կանչի քո սրտի ձայնով, ոչ խալխի մարդուն կանչի քո սրտի ձայնով։ Տիրոջը խնդրելով, քեզ լավ կլինի, եթե դու Տիրոջը խնդրելով քո հարազատին ուզենաս օգնես, կողքիներիդ քո ապրումներով մի վարակիր, այդ որ անդադ մարդիկ բողոքում են, վայ ես ինչ կյանք եմ, վայ վատա, վայ ինչ անեմ, ստեղս ցավում, անդեղս ցավում, փող չունեմ, ես ինձ աշխարհը, դրանք վարակվածներն են, դրանք հիվանդներն են, ու այդ իրար դառը գցում է քո վրա, որ էլի ճիշտ չի։
Որքան ցավն ու նեղությունը շատ են, այնքան տիրոջ մոտ ենք լինում, այո, հենց այդտեղ է որ ասում, որ մենք պետք է անպայման դիմենք տիրոջը, այնտեղից պարտադիր չէ եկեղեցի գնաս, սարերում էլ կարաս գնաս, փողոցում քայլելում էլ, պարկած տեղդ էլ, նստած տեղդ էլ, պատուհանից նայելու էլ, դու կարող ես գլուխդ վերև մարզել, տիրոջ հետ խոսել, լսում է ինքը մեզ։ Այսպես, հիմա տեսնեք այսօր ինչ ցանկ կլինի։ Բարև ձեզ, լսում եմ ձեզ, ասեք։ Ինչպես եք, լավ եք։ Լավ, շնորհակալ եմ։ Կոնկրետ տղայիս վերաբերվան Տիկին Լուսիա։ Ասեք։ Ուզում եմ իմանալ 17 տարեկան է, 5 տարի ինքը սովորել է ռազմամարզական բազարանում, վերջնական որոշել է, որ չի շարունակելու։ Հիմա տեղափոխել են Քայակտակը։ Ուզում էի իմանալ, բնավորությունը շատ բարդ է, ինքը կույս համաստեղության տակ ածանվել։ Ինքները չի կարողանում քնել, մինչև երեկոյան 2-3-ը հեռախոսի մեջ, ոչ մի հետաքրքրասիրություն չկա, ոչ մի բացատրվել չկա ծնողի հետ։ Ինքը իր մեջ ինքնամփոփ, չեմ հասկանում այդ վազարանի ընդհանուր մթնոլորտից իր մոտ այդ պահը ձևավորվել, թե ինքը հասունացման շրջանն անցնում այդ խնդիրը ունի, ուզում էի օգնել, որպես ծնող ես ինչ կարող եմ իր համար անել, որ ինքը մի քիչ մտքերով թեթևանա ու կարողանա երեկոյան ավելի շուտ քնել, որ շատ հեռախոսով չտարվի։ Ինքը չի կարող հեռախոսով չտարվի, որտեղ դա կախվածություն է, անկախ տարիքից, այն ինչ երեխեքը սկսել են ձեռքը բռնել հեռախոս 3 տարեկանից, մեծամասնության մոտ այդ կախվածությունը կա, նարկոտիկի նման է։ Հետաքրքիր չի դրսի աշխարհը, դրա համար մտել է հեռախոս։ Այդ մեկ, այդ համատարած է։ Երկրորդը, որ ինքը կույս է, այդ դուք մենակ ասում եք կույս է, դա ինձ ոչինչ չի ասի։ Անհատական այդ գարասկոպը ես իր տարեթիվ ամսաթիվը պետք է նայեմ, որ նոր հստակ ասեմ, թե չէ կույսել շատ կա։ Հետո հասունացումն էլ է, մի մոռացի։ Հասունացման տարիք էլ է։ Ճիշտ ասած կողքից մխիթարում են, ասում են տանցնի ոչինչ ժամանակավոր համբերատար եղիր բան, բայց չգիտեմ, մի քիչ շատ եմ մտահոգ։ Իսկ դու որ ամսվա ծնունդ ես, որ տեսնեմ։ Ես այդ եղջյուր եմ։ Հա, պետք է լավ հասկանաք։ Խոսս էլ առնետ ենք, բայց ես այդ եղջյուր եմ, ինքը կույս։ Դուք իրան լավ պետք է հասկանաք, երկուսդ էլ հողի նշան եք, ուղղակի այդ եղջյուր մամաները մի քիչ չոր են լինում, էլի։ Դու վերևի հողն ես, ինքը ներքևի հողն է։ Դու սարերի վրային ես, ինքը գետինն է։ Հա, հայրն էլ է բան հող, թուլը։ Հոր հետ ավելի մտեք։ Նա ուրիշ է, որովհետև ինքը արդեն Կարինե, հայրը ինքը արդեն կենցաղային է, ինքը արդեն ուտելն է, համովն է, սիրուն է, սերն է, նա ավելի շատ մարդկայինի մոտ, ավելի շատ գետնին կպած է, բայց ոչ հողի տակն է, կույսերն են ավելի ծածուկ, ավելի հողին կպած, ավելի ինքնամփոփ։ Իսկ բաները, հորթերը տես չեն, իրանք ուրախ մարդիկ են, ազարտը շատ է իրենց մոտ, իրանք մանկական են, մաքրություն ունեն, իրանք դրա հետ մեկտեղ նաև ցինիզմ էլ ունեն։ Եթե ինքը իր պապա հետ լավ է ազգում, մի քիչ կարող է սիրուն չլինի ասածից, բայց ասեմ, մի խառնվի։ Մի խառնվի, որտեղ իմաստ չունի։ Հա? Բայց իր չքնելը, իր հեռախոսով շատ զբաղվելն է ինձ շատ։ Դու մի խոսի իր վրա, դու շատ ես խոսում, դու սխալ ես անում, որտեղ դու չոր ես խոսում։ Այդ եղջյուր ինքը չոր նշան է, չոր։ Չորության հետ նաև կոպտություն է գալու, դու ընկերական չես խոսում իր հետ։ Ոնց որ դասատու լինես տերթոկին, բանել փայտը ձեռքի, որ դասարանը մտնում, այդ վիճակն է քո մոտ։ Հələ կողքից քեզ նայ ոնց ես իրան ասում։ Ինչ որ ասում է, մինչև անգամ հաց ուտել է դու իրան լավ չես ասում։ Դու ամուսնուդ հետ էլ ես այդպես, արդեն ինձ պարզ է, հիմա այդ քո խոսելուց ես արդեն զգում եմ։ Մի րոպե տեսնեմ հələ, այդ անցողիկ բաներ է, բայց այդ լավ է, որ ինքը պապայի հետ ընկեր է, այդ շատ լավ է։ Որտեղ պապայի վերաբերմունքն է իր հետ լավ։ Ես շատ կուզենամ, որ իմ ասածս ընդուներ ու աներ, որտեղ այդ եղջյուրներն այդքան չեն ընդունում։ Տես իր Լուսին առյուծում է, որ ինքը իր պապայի անպայման ընկեր լինելու է։
դու արդեն իրան կխանգարես։ Այս երեխաներն են երեխա է, որ ինք անպայման պետքա ցուցադրվի։ Ինք իրան պետքա ցույց տա, իրան պետքա շատ գովես դու։ Որ դու ճիշտ ես, որ դու սիրուն ես, որ դու կարող ես, երբեք ոչ մեկ էլ իրան չհամեմատես, որտեղ տանել չի կարա, դա ինքը կկրանա առաջ։ Թող սպորտի գնա, ուղարկի գնա որևիցե սպորտի։ Գնում է։ Ուր է գնում։ Ջյուդոյա։ Հա, ոչինչ։ Էդ էլ պապան ա որոշել։ Հետո վարժարանում թողեց, վարժարանում որ գնաց, հիմա նորից որ դուրս ա եկել, նորից ընդգրկվել ա, նորից գնում ա ջյուդոյի։ Նույն մարզիչի մոտ։ Ինչ սպորտ ուզում ա, թող ինքը գնա, որ ինք իր մարմնի վրա ուշադրություն դարձնի, որ իր մարմինը գեղեցկացնի, որտեղ իր մոտ կա այդ բանը, որ պետք է հատկապես ուսերը պետք է լայնանա ու գեղեցկանա։ Իմիջիալոց քո տղայի մեջ անկախ նրանից ինչ նշան ա, որտեղ կսովորի ինչ կանի, փոքրուց իր մոտ 7-8 տարեկանից ներքին տագնապներ ա գնում, անդադ ներքին վախեր կա իր մեջ չկարողանալու, որ իրան ճիշտ չեն հասկանա, որ ինքս դու ես մեղավոր։ Այդ քո մեղավոր չան ես սխալա, վայ թափեցիր, վայ չկերար, վայ մրսեցիր, չես թողել, որ քո երեխեն աճի։ Հիմա այստեղ են վաղը նիսոր, որ ամիսնանա կինոները ոնց անելու, ես չգիտեմ։ Էլ ես խոսելու։ Մի խոսքով դու իրանց խանգարում ես։ Կարինե ջան, խանգարում ես քո տղային։ Իրան հանգիստ թող, գնա գրքեր կարդա, երաժշտություն տիր, երկի բարի ուրախացի, որ ընտանիքը դիմանա, այս մեր մամանը չէ սենց ուրախացել, այս ինչ է սենց փոխվել, քո տղան ընկերներ չի ունենա, ինքը մեկուսացած է լինելու։ Ինչ? Չի կարողանում երկար շփվի։ Չի կարա, դու ինչ էլ խոսած չի ազդի, որտեղ տենց է իր մոտ։ Ինք ամեն ինչ։ Հա, ասում դու ես մեղավոր։ Ճիշտ չես դաստիարակել, հիմա արդեն հասել է։ Այն շատ ես խոսում։ Հիմա այնքան այն շրջանում է գտնվում ու տարիքային այն շրջանա, որ ինչքան հիմա ինքը հասունացավ, այնքան քեզանից հեռանալու է։ Այն ժամանակ երեխա է եղել, այդքան չի գիտակցել, հիմա արդեն մտել է շրջապատ, իր հասակակիցները տեսնում է, որ ինքը տարբերվում է նրանցից, այն համարձակությունը չունի, ինչը որ նրանք ունեն, ու քո անդադ բախարակումները, անդադ դաստիարակել, անդադ տողություն տալ, դիտողություն տալ, որը իր դուրը չի գալիս։ Հանգիստով քո տղային։ Հանգիստով, որ մեջի տագնապներն ասնի, տագնապներ կա, և ինք ամեն ինչ զգում է, ինքը կթացակով տղա է, դու գիտես։ Ինքը ամեն ինչ զգում, ինքը զգում է, տեսնում է, լսում է, հասկանում է, ինքը տուպոյ չի։ Պարզապես չի կարողանում շփվել մարդկանց հետ մտերիմ, ինչի համար, որտեղ ինքը իր մեջ այնքան արմատացել, բավոր անեմ սխալ լինի, ինքը կարա դասերը սովորի, լավ սովորի ու գնա չկարողանա պատասխանի, որտեղ ինքը գիտի, որ կարող է կտրվի, կարող է իրան ճիշտ չհասկանալ։ Այդ բարդույթներ է կոչվում, կոմպլեքսներ է, որ ինքը տեստրել մեջը։ Ահա, Յուպիտերն էլ կարիճում է, այսինքն ինքն իր խնդիրներ ստեղծող է, պապան իր ընկերն է, եղել է կողով լինելու է միշտ, ինչ վերաբերում է ֆինանսներին, ինքը ֆինանսներ ունենալու է, վերևից իրան փող գալիս է։ Ինքը թող իր մի քիչ հոգևոր գրքեր կարդա, որ այդ իրան մխիթարի։ Մեկ-մեկ չի սիրում, կարդալ չի սիրում, գրքերի մոտիկ չի գնում, այդ հեռախոսից են կողմ ուրիշ աշխարհ չունի։ Հիմա որ հեռախոսը ձեռքից վերցնես կնի արդայնանա։ Թող հեռախոսի մեջ հոգևոր բաներ կարդա, պարտադիր է գիրք վերցնի։ Ուղղակի գիրքը լավ է, էլի, գիրքը տաք է։ Մինչև 25 տարեկան։ Մինչև 25 տարեկան այս վիճակն է։ Ես շատ կուզենամ, որ քո տղան մի հատ դուրս կար, ասպարես մտներ, տղաների հետ լիներ, մի հատ տնկներ բարձրանար, որ մտներ շրջապատ, ինքը տղամարդ մեծանար։ Ես տեսնում եմ, որ այդ ամեն ինչը կա, ուղղակի ասեմ, ինքը պետք է տղաների հետ շփվի,
Այն ոնց է որ մի գնդակի հետևից 10 տղա են վազում։ Իրա մեջ էներգիա պետք է լցվի, ինքը պետք է վազվզի, ընկնի, խփի, գոռա, ռազմորկան իրանի էներգիայով լցվի այդ ամեն ինչ։ Ես դրա համար եմ ասում տղաների հետ շփումը։ Աղջիկները որ բացվի։ Ամենակիթ են վիրահատել։ Ինչ ա եղել։ Ասում բանին իրա մեջ կա այդ կռվելը, անանկերությունը, նույնիսկ այնքան շատ ակռիվ անում, որ թե երկու անգամ վիրահատել եմ, էլի, միշտ խփել եմ քիթը ծռվել, շնչառականը այդ խնդիրը ունեցել։ Ոչինչ։ Բան եմ ասել։ Ոչինչ։ Ես այդտեղ այդքան մի տրագեդիկ բան չեմ տեսնում, դու տեղել էլի նորից անդադ ասում ես վայ տղաս, մի խզիկ մեծացրու։ Թող երեխեդ մեծանա ինքնուրույն, պապա հետ լինի, ինչ հարցեր պետք է հոր հետ կիսվի, որ այստեղ են գոնե կարողանա սիրահարվի ու վստահ լինի, որ ինքը կարող է այդ աղջկան թիկունք լինի ու կարողանա պաշտպանի։ Բայց քիթը գետնին կպնել է, այդ խփել, դա պետք է որ տենց բան։ Բոլոր այդ տղաներն էլ այդ հասակին ծեծում են, կրպրտվում են։ Տղաների շրջապատում ա եղել, էլի։ Թե վարժարանում, թե ասենք այստեղ սպորտի բնակավարում բանում, միշտ տղաների հետ շատ ա շփումը։ Հա ինչ ես այդ տղաները ասել է շփումը, որ բացվի, հա ինքը կրվ պետք է անի։ Ինքը կրան չի կարող առանց դրա, ինքը պետք է անի, որ բացվի, որտեղ փակ է, ինքը վտանգավոր բան չեմ տեսնում իր մոտ։ Ոչ մի վտանգավոր վախենալու բան չեմ տեսնում, ուղղակի իմ խորհուրդը միակ, որ իրան հանգիստող, մի իրան այդքան դիտողություն արա, ինքը միշտ գիտի, որ ինքը սխալ է, ու չի կարում քայլանի, դրա համար իր այդ էներգիան, որ մեջը կուտակված է, կռիվներով է դուրս գալիս։ Թող գնա շտանգա բարձրացնի, լողի գնա, այդ սպորտը, որ հիմա ինքը գնում, այդ իրան շատ քիչ է։ Իրան կգցեն գետնին, իրան գետնին կգցեն, ինքը չի հաղթում, իրան են հաղթում, իսկ լողը լավ է իրան, որ մարմինը ջրի մեջ բացվի, ուսերը գեղեցկանա, ձգվի, այն ձողերի վրա, որ ձգվում են, հեծանիվն է լավ իրան, բնությունն է լավ իրան, բնական բաներ է լավ իրան, ծաղիկներ, հող փորել, ինչը բնության հետ կապ ունի, դա իրենն է, որ հողը իր բացասական էներգիան վերցնի։ Այստեղ խուլիկան հանցագործ բաներ չեմ տեսնում, ուղղակի տեսնում եմ, որ ինքը շատ ընկերներ չի ունենա, որովհետև անարդարությունները շատ է ինքը հանդիպելու, այստեղ էլի քո մեղավորությունն է, անդադ այդ վախերը իր մեջ նստած է, որ դու իրան ազատ թող։ Ու պետք է ինքը շփվի անպայման կիրթ գրագետ մարդկանց հետ։ Ու կարդա, հիմա եթե գիրքը չի կարդում, հեռախոսի մեջ լիքը հոգևոր էջեր կան, թող գտնի հետ։ Այնց բաներ կարդա, որ ուսուցանող լինի, որտեղ մենք գիտելիքի դարաշրջանում ենք հիմա եկող տարի 26 թվականը առավել ևս։ Գիտելիք կրթություն, անդադ դա պարտադիր չի, որ ինքը գնա դառնա մինիստր։ Ինչ իրան չտվեցի, որ ինքը գնա դառնա բուժություն սովորի։ Ինչ։ Բնավորությանը համապատասխան, ինչ բանը մասնագիտություն ընտրի, որ կարողանա հետ։ Բայց չեմ ասում, ինչի թող գնա դառնա ատամնատեխնիկ, լավ էլ կարող անել։ Ճիշտ ասած, իրան խորհուրդ են տվել գյուղատնտեսական իրավաբանականը, այդ ուղղությամբ է մտածում, հայոց պատմություն։ Հա, այդ էլ վատ չի, որ հա, այդ հողը կա իր մոտ։ Տես իրան ինքը կարա նաև խոհարար, ինքը շատ սենց, ոնց ասենք, աղմկոտ տեղեր ինքը չի կարա աշխատի, շուխուրչի տեղեր ինքը չի կարա, շուխուրչի մարդիկ չպետք է լինեն հանգիստ, խաղաղ տեղեր է իրան հարկավոր, կաբինետային օֆիսային աշխատանքներ իրան լավ, խոհարար վատ չի իր մոտ, որտև ինքը մի քիչ ստեղծագործական ուղեղ է տալու, հետո կբացվի իր մոտ կամաց, այս ինչ իր մոտ հիմա գնում է, մի րոպե, հիմա ասեմ, 25, 11, 17, հա, այս 17 տարեկան ինքը փոփոխություններ կունենա արդեն կփոխվի, միջև հաջորդ տարի իրացանունն է 17 տարեկան համարվում, աստրոլոգիայում էլ
Տարիքը հաշվում են ծնունդից ծնունդ, ոչ թե տարեթվով։ Հիմա որ ես ասում 26 թվականին ինքը կփոխվի, դու մի մտածի հունվարի 1-ից ինքը փոխվել է, այդպես չի։ Միջև իր ծնունդ ու ես տարիքով եմ ասում, 17 տարեկան է, իր ձևավորման, փոփոխությունների, մաքրման, սինտեզի տարիքա համարվում։ Ինքը վերանայվելու, այստեղ քո ասելը չի օգնի։ Իրանա բնությունը դա անելու է։ Ու այդ շրջան մասնագիտության հստակ ընտրությունն է իրան տալիս այդ ընթացքում եւ մինչեւ 25 տարի, օրինակ ես կուզենայի, որ ինքը ստեղից ելնելով 25 տարեկանի ինքը արդեն ամեն ինչ ունեցած ելներ եւ մասնագիտություն եւ աշխատանք ու չի բացառվում ընտանիք։ Ուղղակի իր մոտ ընտրություն աղջիկ հարցելու մի քիչ դժվար կլինի, որովհետեւ քթիմազային տղա է։ Բայց ամուսնության մեջ էլ շտապել պետք չի, ով որ շտապում է, միշտ անում է սխալ ընտրություն։ Ճամփորդելն էլ է իրան լավ, շատ չկծի, բռնի մի հատ ախր ջուր չունի, ամբողջ հող, մի հատ ասենց սուսիկ փուսիկ կրակի նշան ունի, դա իր լուսինն է, առյուծում են էլ վերջին աստիճանին է մնացածը, կշերկույս, այս նշանակում օդ հող, առանց բնություն ինքը չի կարա, առանց թթվածին չի կարա, կշերկներն էլ իր դիվանագիտությունն է, իր գործընկերներից ու կնկերներն է, որ ինքի դիվանագիտության շնորհիվ իր շրջապատում պետք է այնպեսի մարդիկ հավաքի, որ գարմանիշներ լինի, հավասարը կշռված լինեն, իրանք ագրեսիվները չկարողանա։ Իսկ այդ սպորտ իրան այդքան բան չի փոխի, ինչը որ այս դրան ջյուդո ասեցիր, ավելի լավ բան գնա, լողի գնա, ձիարշավարան գնա, մի քիչ ուժեղ է ներկայ, այդտեղ իրանք կտապալեն, որից ինքը էլի վատա լինելու, մանթրաշա լինելու։ Հասկացար, այնց լինի, որ ինքը ազատ, որովհետև կույսի հակառակ նշանը ձուկն է, իր լուսնային հանգույցն էլ ծկան մեջ է, ինքը պետք է ջրի մեջ լինի, լողա, ազատ, գնա մաքուր ծովեր ու օվկիանոսներ, իրան դա է պետք։ Եվ արվեստ էլ կա իր մոտ, օրենքն էլ կա իր մոտ, եթե իրավական համակարգում ուզում, հա ոչինչ, թող փորձի։ Բայց այդտեղ այդ վայնի, որ ասում ես, մի քիչ վայնին չեմ տեսնում, կձանձրանա տեղից։ Իրանը չէր, հա, 5 տարի մի կերպ սովորեց, ուղղակի վատ շրջապատեր են այդ հեռու պահելու համար։ Ես չեմ տեսնում այստեղ այդ քո վայնի բաները։ Բայց Իրանը չէր։ Հեսա 5 տարին լրացել է այդ ամեն ինչը, վերջացել է 6-րդ տարվա մեջ ինքը արդեն պետք է որոշի, ես ինչ եմ ուզում։ Բայց դրա փոխարեն մի որոշի։ Չեմ որոշի, Տեսնենք։ Իրանը չի, ինքը խաղաղվեց, որ տուն եկավ, հիմա այդ աշնանային արտակուրներից հետո չի գնացել, ընդամենը մի ամիս անցել, ու ինքը բնավորության մեջ ահագին խաղաղություն ենք տեսնում, էլի, ինքը դեռ շատ լարված էր։ Կարինի ջան, իրա փոխարեն մի որոշի, իրա փոխարեն սխալ ես անում, թող ինքը ինքնուրույն դառնա, չի կարելի, հետո վաղը միսօր աղջիկ ընտրության, կյանք դուրս գալու, ուրիշ կլին, ինչ գիտես, այնքան մարդկանց կհանդիպի, տարբեր մարդիկ կան, ում մոտ իրեն ոնց կպահի, այն ռիսկը դուխը չկա իր մոտ, որտև իրան մի փոքրուց մեջը մտածա, չի կարելի, չանես, վայ, մրսեցիր, թափեցիր, զգուշ պետք չի, իսկ լողը լավ է, լողն էլ լավ իրան ընդհանրապես շատերին է մեզ խորհուրդ տալի լողի գնալ, ու իրան եւ լողն է լավ եւ ձիարշավարանն է լավ։ Ձին էլ իրան կօգնի, որ սանձը ձերքին պայ, այդ հոգեբանորեն են ասում, սանձը ձերքին պայ, իրա ղեկն է, իրա սանձն է, ինքն է որոշում, ու կսիրի կենթանիներ, ինքը կենթանիներ կսիրի։ Հա, կենթանիներ եւ ծաղիկներ, բնություն, ինքը կարա հողփորի, աճեցնի, խնամի, այդպես, ես վերջացրեցի, ձեզ համբերություն, Կարինե ջան, խնդրեմ, հաջողություն, ալո, Բարև տիկին Լուսիա, բարև ձեզ,
Տիկին Լուսիա, խնդրում եմ իմ տղայի մասին մի երկու բառով էլի, ինքը ամուսնացած է, ամուսնալուծվեց, երեխա չունենալու պատճառով հիմա նորից ամուսնացել է, ու արդեն 3 տարի այլ երեխա չունեն, հարցս բուժման մեջ է, հենց պլանավորում են երեխան արդեն ունենալու այդ պահը, նորից հիվանդանում է հարցս, նորից բուժում, ինձ հետաքրքրում է իրանք կունենան երեխա թե չէ, Լուսիա ջան։ Հիմա պետք է տղայի հարց ու փեսի տվյալներն ասեք։ Կարող է գնա Հայաստանից։ Որտեղ է։ Հայաստանում չի, Լուսիա ջան, Այդ ուրեմն գնաց արդեն, որտեղ անմիջապես տվեց, որ չի ապրի այնտեղ, որտեղ ծնվել է։ Որտեղ է ծնվել։ Կատնաջուրում, Սպիտակի շրջան։ Հա։ Ինձ առաջին նորն է, ինչ կպածած ես, բա ոնց է գնացել։ Ես գնացել ու բայց թե մնալու պահով չէ։ Այստեղ երկու բան է տալի, համ մամային շատ կպած պետք է լիներ, որ իրար կնոջ մեծ ուզենար քո կերպարը տեսներ, համ դու այնքան իրան կպած ես եղել, որ զայրացել ես, վերջապես թողել փոկվել գնացել է։ Հիմա որ մեկը դրանից ասեն, որ չնեղանաս։ Որը ճիշտ է, համարը մենել ասա Լուսիա ջան։ Դա արդեն գնացել է, այն մասը չի փոխվել, որ ասեմ, իրան այստեղ երեխա ցույց տալիս է, որ պետք է լինի, բայց բաժանությունն էլ կար, որ ինքը բաժանվելու էր, խանդոտ տղա է այն միջալոց, բայց ինքը խնդիրներ ունի առողջականի։ Հա։ Դուք իրա վահանաձև կեղծը ստուգել եք։ Ինչ է։ Զոբը ստուգել եք։ Չէ, Լուսիա ջան։ Բա ինչ է ստուգել։ Ընդհանրապես ստուգվել, Հա։ Ինչ են ասել։ Շատ աստուգվե, բուժվե երեխայի համար այդ պատճառով, բայց դե զոբ չեն ասել, չգիտեմ։ Ես ուզում եմ իմանամ ինչ են ասել ստուգումից հետո, վիճակի այդ մարդը ունենալու թե ոչ։ Հա, ասում են կունենա։ Արտամարմնային բեղմնավորում պետք է անեն, առաջինը։ Անկեղծ ասած ես այնքան դեմ եմ այդ արհեստական բեղմնավորումներին։ Հիմա մի րոպե մի բան նայեմ ու կասեմ արդեն։ Մի րոպե։ Ստամոքսի խնդիրել ունի միջալուց։ Այդ իր ապրումներից է։ Հա, այդ ունի, ճիշտ, հա, Լուսիա ջան։ Հոդերը։ Ահա, Այս քեզանից է փոխանցվել։ Հիմա ինձ մի հատ ասա կնոջը, այս մի կնոջը ասա տվյալները։ Տեսես, այդ ծանոթացրել են ամուսնացել, հա։ Հա։ Այս աղջկա մոտ երեխայի խնդիր ցույց է տալիս իմիջալոց։ Ժամանակավոր է, բայց դա։ Այս աղջիկն էլ խնդիր ունի առողջական, իրան էլ էմիգրացիա է ցույց տվել, որ Հայաստանը ապրելատեղը լքելու է։ Ահա, հա, լքել է, ճիշտ է։ Լավ էլ հեզուն է այս աղջիկը, ՃՏՊՏ։ Հա, ճիշտ է։ Թող ասեն խոսեն խնդան իրար հետ։ Ինչքան ասեցիր 3 տարի է ամուսնությունը։ Այո։ Հիմա մի րոպե նայեմ։ Հա, մեկ էլ մի բան կուզենա ճշտի։ Այն առաջվա կնոջ հետ ինչքան է ապրել ու ինչքան ժամանակ է որ հեռացել են իրարից։ 12 տարի է ու ապրել են այս արդեն 3 տարի բաժանված են, 3-4։ 12 տարի ապրել են իրարից հեռացել են, իսկ մի 4 տարի ինչ բաժանված են, Հա, լավ։ Այս աղջկան 3 տարի է, հենց բաժանվեց ամուսնացավ։ Յո, մալադեց։ Ինչի՞ չէր կարող զսպել իրար մի քիչ անցներ գոնել։ Տղայիդ մոտ քեզ ասեմ, ես խնդիր այդքան չտեսա։ Պարզապես այն կնոջ հետ ում հետ որ ամուսնացել էր, իրար չէր տալու։ Դու նրա ամսաթիվը կարաս հիշես։ Լավ, հետքերի կա արդեն։ Այս ինչ որ մի քիչ նման բաներ իրար տալիս է լեզվի առումով։ Երկուսներ ՃՏՊՏ են։ Սա ավելի ժիրա,
Հա, Հետո սա ավելի շատ ընտանիքի է ու ամեն ինչ ուզում է լսի իմանա։ Էդ լավ է, հա, որ հարիվ չմեծանա։ Միամիտ չմեծանա, բայց իմի չալուստեց, որ երկուսի մոտ էլ տալիս է երեխան, հատկապես տղայիդ մոտ ցույց է տալիս, որ ինքի վիճակի հայր դառնալու, խնդիրը այս աղջկա մոտ է ցույց տալիս։ Ու դա ասում ես արդեն պետք է հղիանա ու հիվանդանում է։ Ինչ գիտես որ հե։ Հիմի նոր եմ վիրահատել ինչ որ կիստաուներ ծվարանը, նոր էս 3 օրավոր հեռացրել են։ Դրանից առաջ էրոզիա էր։ Իրա մոտ կա, իրա շնչուղիներն էլ այդքան լավ չի, որտեվ իրան կարգին չի պահում, տակ չի պահում, թիթիս բաներ անում։ Տղայի մոտ ես խնդիր չտեսա, ժամանակի վրա է ամեն ինչը գնում, աղջկա մոտ խնդիր ներված կա, որտեվ իրան պարզ ցույց տվեց, որ ինքը երեխա ունենալու խնդիր ունի։ Հիմա հա բուժվի, 3 տարի էլ դա ժամկետ է։ Հաջորդ տարի 26 թվական միջև հունիսի վերջ, չէ, ներողություն, միջև հունիսի վերջը, միջև այդ աղջկա ծնունդը, ավելավ այսպես ասեմ, միջև այդ աղջկա ծնունդը, իրանց մոտ ինչ կենցաղային հարցեր կա, տուն, տեղ, հայրենիք, որտեղ կմնա միշտ տուն կառնեմ, ինչ որ սենց բաներ է, կենցաղային խոսակցություններ է գնալու, այդ հարցերը կշտկվի, պետք է շտկվի։ Բայց տղա չեմ հասկանում, ինչի միացես ջիգարով չի կպել այդ աղջկան, հա։ Չեմ կարացի ես Լուսիա ջան, հեռու են ինձանից։ Հեռու են չես տեսնում, չգիտես։ Չգիտեմ, այո։ Մի քիչ ջերմություն չեմ տեսնում։ Չեմ տեսնում ջերմություն։ Տղայիդ մոտ էլ մի քիչ այնպես չոր բաներ կա, պահանջկոտ ու խանդոտ։ Ահա, այդպես է։ Էս էլ երեխայ է, հələ չի հասունացել։ Ճիշտ է, խոսումը չպետք է անում, բայց հələ դեռ չի, հələ մաքուր է էլի, մաքուր աղջկա։ Նպատակային մարդ է։ 26 թվականի հուլիս ամսի, այդ աղջկա ծնունդից հետո, միջև կարելի ասել տարվա, այստեղ 7 տարի է, բայց այդ շատ է լինում, 7 տարի, փաստորեն դեռ 3-4 տարի կա, միջև 7 տարին լրանա իրանց ամուսնության։ Այդքան շատ դուք չեք սպասի, կասեք շուտ արա։ Մի քիչ կասկածում եմ, չգիտեմ, չեմ կարող լրիվ ասեմ, հեսա կլինի, բայց հավանականությունը կա լինելու։ Այս վիրահատումը, Գանի ջան, ախր բաներ կա, ես էլ մայր եմ, ինձ համար շատ դժվար է, ախր ասել է։ Ախր։ Նախ վիրահատումը ճիշտ ժամանակ չի արվի, կարող է նորից արվի, դա չվերջացավ։ Բա։ Այս աղջկա մոտ իր կարծիքով ցույց տվեց, որ ինքը ամուսնանա երեխայի խնդիր է ունենալու, այսինքն միանգամից ինքը չհղիանա։ Այստեղ ամուսնու հարցը չի։ Այս երկու մարդիկ հանդիպել են իրար, որպես ընտանիք ստեղծվի, երեխեն մեջ այդ ընտանիքը համարվում։ Այն մեկը ոչ մի բան չստացվեց։ Այս մեկը գոնե բան ստացվի, էլի չի լինում։ Էդ այլի մեր իմ ուզածնել է դա Լուսիա ջան։ Դու որպես մամա, դու որ ամսվա ծնունդ ես։ Դա դրամար տղայիդ Լուսինը խեցկետինում է, համ իրա մաման կիննա, համ դու ես, որ երկուսիդ մի քիչ սենց ջիգարով խոսերի, դու մի քիչ սենց էներգիայով, մի քիչ տաշի տուշիով խոսի, մի տենց թուլացած, ընկճված, Էդ լավ չի, էդ խեցկետինի փակ վիճակից է, էներգիա տուր, որ քո տղայի մոտ բացվի, հասկացի էներգիա, վայվույները շատ է քո մոտ, ու քո տարիքի համեմատած դու շուտ ծերացար, դրա համար էլ տղեդ թողեց գնաց։ Ճիշտ է։
Սկզբից ես չէի կարողանում գտնել շատ քեզ կպնելուց հատես, թե շատ ես դու իրան կպել, որ բայ ոնց եղավ, որ գնաց, արի տես, որ դու խանգարեցիր։ Ես ինչ հետաքրքիր ախր, գիտես ինչ հեշտ ասենց բաներ խոսել։ Մի խոսքով տղուտ հանգիստ թող, այդ հարցին հանգիստ թող, ուրախ եղի, մեջը հավատ մցրու սրտիդ մեջ, մեկ ուրիշն էլ է ասում, ձերքը դիր սրտիդ, ու ասա իմ երեխեք, երկուստ էլ քո երեխեքն են։ Իրանք անպայման առողջ հաջողակ բալիկ են ունենալու, ես շատ սիրուն առողջ թորնիկ եմ ունենալու, անենց վստահ է, մեկ էլ կտեսար կլինի։ Իսկ դու թնգթնգում ես անդադ։ Հա թնգթնգում ես, անդադ մտել ես անցարի մեջ, առաջը չես գնում։ Այս տարի քեզ հնարավորություն տրված է ճիշտ մտածելու, որտեղ Խեցգետինի տարի ենք մենք։ Դա միջև հաջորդ տարի հունիսի վերջը կտևի, Յուպիտեր մոլորակն է։ Հետո այդ աղջկա շանսերն է, իրան էլ է շանսեր տրվում։ Ինքը վատ աղջիկ չի, տղայիդ մոտիվ է տենց կոպիտ բաներ կա, հանդես պասի մի հատ տեսնեմ, ինչն է սրա մոտ։ Հորմոնների խնդիր ունի, վահանաձև գեղձի խնդիր ունի այս տղային, Արունն էլ մի հատ պետք է ինքը ստուգի։ Իրա մոտ էլ է, ինչքան է, հլը մի րոպե։ 8, քանի տարի անդեղը։ 4 Չի հլը կմնա, դեր կմնա։ Այս տարվա վերջի միջև, չէ, հաջորդ տարվա կեսը կորոշվի, իրանք կգան թե կմնա, որտեղ բնակարանի ու փաստաթղթերի հարց ունեն, եթե այդ հարցը լինի կմնան դեր։ Այդ որտեղ է։ Պեմզա։ Դուր են գնաց է հասե։ Այս մենես Լելիբոր Հայաստանում տեղ չկար։ Մենք չէինք ուզում, բայց թե ստացվեց էլի գնաց։ Սաղ մեր ժողովուրդ տարալա խոպան չի։ Գայամ է, տես կեզ ինչ եմ ասում։ Դու հոգովդ ինչքան կարաս ուրախ եղի, ես իրոք լուրջ բան եմ ասում, որովհետև Խեցգետին ինքը միստիկ նշանա, ձեր էներգիաները, ձեր կանխազգացումները լավ աշխատում են։ Դու լիցքեր ես հեռուն ուղարկում, ու քո տղայի վրա գալիս է այդ լիցքերը դրական ձևով։ Քանի ջան, տես ինչ եմ ասում, որպես մայր տղան երեխայի տեր։ Դու քո ներքին ուժեղ հավատք ունեցի, որ քո տղան անպայման երեխա է ունենալու, որտեղ քո էներգիան ու տղային հետ կպած է իրար, երկուսի լուսիներից եմ խոսում, լուսինը մայր հասկացողությունն է, որ տղայիդ մաման իր կյանքում շատ մեծ դեր է կատարում։ Այս ճաշեփել, պաչիկ-մաչիկ, լվացք, սենց բաների մասին չի խոսքս, էներգիայով, էքստրեմալ պայմաններում քո տղայի մայրը իրան օգնելու է, այսենց ասեմ կողքից, որ դու հասկանաս։ Հիմա իրան էքստրեմալ համարենք, որ ինքը երեխա չունի ու պետք է ունենա, որտեղ նա մեծ խնդիր չկա, բայց չի լինում։ Այս էլ գնում անեց մարդու հետ ամուսնանում, որոնք երեխա ունենալու խնդիր են ունենում։ Այն առաջին էլ տենց եղավ, այնտեղ բան չկար, սաղ մեսի մեջ չկար, ու այդ 12 տարվա ցիկլը պետք է լրանար ու իրանք իրարից հեռանան։ Մինչև անգամ եթե երեխա էլ ունենար, էլի բաժանվելու էր։ Էլի կբաժանվեր, ուղղակի ինչի այդքան երկարեց, որտեղ սովորել էին իրար։ Իրոք սովորել են։ Հիմա այս աղջկա հետ ինքը վատ չի։ Այս աղջիկը վատ չի։ Քո տղա համար ուղղակի շատ ջահել է, չի այդքան հասունացել։ Դու մտածի, որ երկուսն էլ երեխա կունենան, իր հետ էլ որ խոսես, ասա, որ լինելու է անպայման, մի հուսահատվի։ Ու թող այդքան չվեկանան, քնեն վեկանան, վայ ինչի չեղավ, վայ ինչը բաց թող։ Այդ ծրագիրը գլխի տուղեղը, այդ բաց թող, որ ինքը գա։ Ու հիմա որ նայում եմ աստրոլոգիա, մոլորակներ այնպեսի դիր կա, հատկապես հաջորդ տարի հուլիս ամսվանից, որ շատերի մոտ է երեխա տալու, ովքեր որ չեն ունեցել։ Ու այս բուժումներն էլ որ կա, դրա համար եմ ասում, քո էներգիայով դու քո տղային օգնելու ես։ Պարտադիր չէ, այդ քո աղոթքդ խոսքն է, խոսքը, ինքը ջերմություն է, ինքը խնդրանք է։ Պարտադիր չի ոտանավոր ասես, տեքստեր ասես,
ու ծնկի արի, դա ինքան է օգնում ծնկի գալը ձախ ծունկը քո տղան է, вообще ծնկներն երեխեքն են, հիմա ձախը քո տղան է, այնպես որ եթե ցավում է ծնկի էսը ծունկը ցավում է, ուրեմն ճիշտ ես, դու արդեն ինքը հասնում է տղայիդ ու խնդրի որ անպայման տիրոջ օգնության քո տղան դառնա հայր եւ առողջ երեխա ունենա ու հաջողակ, դա շատ կարեւոր է, հաջողակ ամեն առաջինը ու առողջ երեխա ունենա։ Շատ շնորհակալ եմ։ Ու կսպասեմ, որ դու մի լավ խաբար տաս։ Հա, Տիկին Լուսիա ջան, մի խնդրանք ունեմ, էլի մի մեծ տղայիս մասին, ինքը անդադ բողոքում է, բայց որ գնում է ստուգման, ոչ մի բան չկա, գլխիկ շատ է բողոքը, ճնշումից, դոշից։ Թիվը ասա։ Երազներ ա տեսնում, դու նկատել ես, ընդհանրապես քեզ ասում է, որ վեր թռնի հանկարծ քնի ժամանակ։ Հա, կինը ասում է, անընդհատ որ վեր է թռնում։ Ոտքերը իրա, այդ բանի կեսրարի ինչ-որ պապենական անուն ես դրել իրան։ Չէ, Կարեն, իր անունը Կարեն։ Ուղակի տենց դրեցիք Կարեն։ Ուղակի հա, դա տենց դրել ենք։ Ինչի բայց Կարեն եք դրել անկապ անունա։ Հա, դեքորս ոնց որ տղան ա ուզել Ռուսաստանում էին զանգեցին ու տենց էլ ծնվեց երեխան, որ նոր տարին իրանք շնորհավորեն, այդ ժամանակ ծնվեց, տենց էլ դրին Կարեն։ Նա այդպես ինչ է, իր մոտ գլխի խնդիրը կա։ Տղայիդ մոտ գլխի խնդիրը կա, սա վաղուց է, սա նոր չի ու 19 տարեկանից է հիմա, 20 տարեկանից է ու վախեր կա իր մեջ, վեր թռնելու այդ բաները, հանգիստ, ինքը որ քնում է իր ուղեղը չի անջատվում։ Մտքերի հետ է անընդհատ ու վախեր կա, որտեղ է ինքը։ Երևանում է հիմա աշխատում է։ Իրան գլուխը կախել չի կարելի։ Երեխա ունի, ծնողները, սա ոնց որ բանը ծանր հոգսը իրա վզին է աշխատում է գիշեր ցերեկ։ Քարի հողի հետ ինչի հետ գործուն ինքը։ Շինարարության հետ։ Էդ հա լավ։ Այդ քարու հողն է։ Հիմա մի բան ասեմ։ Ու հավատում եմ դրան, որ ես ասում եմ։ Թող գնա մի հատ մոմ թափողի մոտ։ Ահա։ Թող մոմ թափեն, աղոտ կանեն, այդ վրա այդ ոչ թե գուշակեն, ես կարող եմ ասեմ ու մոտել տանեք ու որ իրա վրայի այդ բացասական էներգիան դուրս կա, որտեղ ամբողջ բացասական էներգիա նախնիներից եկած ու մահացած մարդիկ են, ոնց որ այդ հոգիներն իրան հանգիստ չտան ու ագրեսիա է առաջանում իրա մոտ այդ գլխացավերի ճնշումը որ լինում է, որտեղ հիմա որ բժիշկը ասի Ես իշտեղը նշանակ եմ խմի կանցնի չի անցնելու։ Ինքը նորից լինելու է, մահացած մարդիկ է տեսնում քո տղան։ Ճիշտ, հա, ճիշտ է, Լուսիա, Տիկին Լուսիա ջան, ինքը որ տուն էր գալի մեր հայաթ էր մտնում, այդպես ծառ կար, այդ ծառի տակ անդադ սպիտակ շորով կին էր տենում ու ոնց որ մեր կեսարես այդ իր հայաթի դրա ծառներ իր հարսների տղաների անունով է դրի ու այդ հարսը մահացած էր իրա ու ինքը տենում էր այդ ու թենց չչալով տուն էր գալի ասենք որ մութերել եմ մի առ ժամանակ տեսավ ու հմի էլ չի տեսնում ու այդ ծառը մենք կտրեցինք Այդ ինչ ծառ էր Խնձորի ծառեր։ Ինչ կով եմ խնձորի ծառը, ամենաուժեղ մոգական ծառն է խնձորը։ Հա, ուշտե շատ մեծ էր, ասենք, կեսարից դրա ծառներն էր, շատ մեծ ծառեր ինք արդեն։ Ինչքան էներգիա է խլել այդ ծառը։ Ինչքան, բայց այդտեղ երեխեքը նորմալ ծնվել են, բոլորը նորմալ երեխաներ ունեցել են։ Այո, զույգ էր ունեցել աղջիկներ, շատ խելացի շնորհքան, առողջ երեխեք են, նույնն էր տղան, Հովանեսը մեծը, էլի 10 տարեկան, լավ սովորող։ Չէ, ես դա չեմ հարցնում, այդ խնձորի ծառը ինչ որ այդտեղ եղել է, այդտեղ ապրողների մասին է խոսքը, որտեղ այդտեղ ես տեսա, որ ինչ որ միստիկ մոգական մի բան կա, որը որ
այդ մարդու հոգին այդտեղը հանգիստ չի տալիս, բայց հետո դու ասում ես ծառը որ կտրել եք արդեն էլ չերևում այդ պատկերը, հա? Այո, հա, ինքը էլ չի տեսնում այդ ինչքան է անցել? Երևի մի արդեն 15-14 տարի Տիկին Լուսյան։ Ուրեմն 20 տարի է, այստեղ 20 տարի թե 20 տարեկանից կա, որ իր մոտ այդ վախենը մեջը կար։ Ահա ինքը գնաց ծառայության արդեն, այդ կար իր մոտ գլխացավը եկավ ավելի շատ, արդեն ու թենց կար։ Դե թող գնա այդ հիմա հաղորդումից հետո համարը մեր աշխատակիցը կասի, դուք կզանգարեք, կգնաք այդ կնոջ մոտ։ Շատ շնորհակալ Թող եմ։ աղոտ քանի, երեխեքին էլ, երեխեքի համար էլ մի հատ աղոտ քանի, որտեվ ինքը բարի է այդ կինո, ես իրան վստահում եմ ու շատ հզոր աղոթքներ ունի, իր աղոթքների միջոցով այդ վախերը մեջից դուրս կա։ Որտեվ այդպես մի լուրջ հիվանդություն ես չեմ տեսնում, որ ասեմ, հիվանդությունները այդքան կա, բայց այդքան գլուխը չի։ Այս ագրեսիան է, որ ճնշումը բարձան մարունը տալիս է գլխին ու գլուխը նկարել, հա? Չէ, ողնաշարը նկարեց, ասին ողնաշարից է։ Բայց ես բան չեմ տեսնում։ Ողնաշարին ուրա ոչ մի բան չկա ողնաշարին։ Հա, ասին ներվն այլ աղերի կուտակումա, թենց գնաց նկարվեց, բայց ոչ մի բան։ Որտեղ ոչ մի բան էլ չկա։ Իրոք ոչ մի բան չկա։ Մի քիչ մաշկային ալերգիկ բաներ տալիս է, հոդերի հետ կապված կա, նևրոզներ է տանում լիքը ու ընդհանուր կրծքավանդակն է, մի քիչ ստեղ մինչև անգամ միգրենի նշաններ է ցույց տալիս իր մոտ։ Պետք է գլուխն էլ տաք պահի։ Թող գնա հələ այդ կնոջ մոտ այդ աղոթքը անի։ Ահա։ Տիկին Լարիսան մի խոսքով։ Թող գնա Տիկին Լարիսայի մոտ աղոթքը անի, տեսնենք ոնց կլինի, ես հավատում եմ, որ պետքա կարգի կա։ Շատ շնորհակալ եմ Տիկին Լուսյան։ Ընկերներ ջան, վերջացրեցինք այսօրվա եթերը զանգեր, այսօր 2 զանգ եղավ մեր, տեսեք էլի ծնողներն իրանց տղաների մասին են, իրանց էտա, մամաներին իրանց երեխեքն են, հատկապես տղա երեխան է, մեկը երեխա չունի, մեկն էլ առողջականի խնդիր ունի, այդպես է, մամաները ոնց են ամեն ինչի դիմանում, քար են մամաները, քար, ամեն ինչի դիմանում են։ Ես թռուցիկներից վերջին էլի մի շատ երկու փոքր բան եմ արել, շատ չեմ ուզում, ուղղակի կխնդրեմ, որ շատ էլ լսեք ու ինչ ասում եմ մտածեք էլի, որտեղ ես ուզում եմ մտածել, ես շատ եմ հարգում ու գնահատում տեղ տալի մտածող մարդկանց։ Եթե ասում եմ ես, այդտեղ միայն Լուսյան մի նայեք, որտեղ ես ամեն ինչը լայն մեծ մասշտաբով եմ նայում, ավելի վերևից եմ նայում բոլորին։ Միայն Լուսյան չի, հիմա իմ կարծիքը ձեր հանդեպ ձեզ հետի ոչ մի բան։ Հետո ես կարծիքներ երբեք չեմ հայտնում։ Ինչ որ ասում եմ, ընդհանուր եմ ասում, մտածեք, ամեն ինչում յուրաքանչյուր քայլի համար մտածեք խորը, պահիտակ որոշումներ մի արեք։ Ով ինչ խոսում է ուշադրություն մի դարձեք, այդ անհեթեթությունները մի լսեք, մի կարդացեք, մի տարածեք, մի քիչ մտածեք, որտեղ ժամանակները փոխվել են։ Հիմա 26 թվականը այնքան անակնկալներ է աշխարհում սպասվում, հատկապես հայոց աշխարհի, որովհետև 20 թվականից այս կողմ հենց Հայաստանն է շատ փոխվելու համեմատած բոլոր երկրների հետ։ Մեզ մոտ ավելի խաղաղ է լինելու, բայց չի նշանակում բարձին հանգիստ քնեմ, էլի լարվածություն լինելու է, բայց համեմատած մնացած երկրների հետ մեզ մոտ խաղաղ կլինի, դրա համար ուզում եմ ամեն ինչին դուք մտածեք, խոսելուց մտածեք, քայլանելուց մտածեք, ամուսնանալուց մտածեք, մի համեմատվեք ոչ մեկի հետ, զուգահեռներ ձեզ մի տարեք, ձեզ ու հարևանին բարեկամին, մարդիկ անհատներ են, տարբեր են, իրար նման երբեք չեն լինի, չնայած բոլորս ունենք մի գլուխ, որը մտածելու համար է, մի քիթ մի բերան, քթանցքները բացելու համար է։ Աստիճանը
տանում է վեր, յուրաքանչյուր աստիճան վեր է տանում, յուրաքանչյուր աստիճան, բայց ոչ միշտ է վեր տանում։ Դա առաջին աստիճանից է գալիս։ Մենք ինչքան աստիճաններ տեսնում ենք, 20 դուխքը ոնց որ ասած վեր է բարձրանում, բայց ոչ միշտ աստիճանա վեր տանում, գլորվում էլ ու այնտեղ սկսվում առաջին աստիճանից, ես դրա համար ասում մտածեք, ոտքս տնեմ այդ աստիճանին եւ ես ուր եմ բարձրանալ այդ աստիճանով, եթե բարձրանամ չեմ ընկնի, որտեղ հաջորդ տարի 26 թվականը արագ մտածելու տարի է, շատ արագ են մարդիկ մտածելու, ով կսկսի արագ մտածել, տեսեք ասում եմ մտածելու, ոչ թե անելու, մտածելու, արագ մտածելու, գործելու տարի է, ով որ կսկսի արագ մտածել, ճիշտը մտածել, ոչ միայն իր շարի համար, նա կգնա առաջ, քո գլխի վրայից կթռնի, կգնա առաջ, ու դու ստեղ կանգնի, հետևից անդադ գոռա, բամբասի, չարախոսի, սուտի փուտի հայրենասիրությունների, արդարությունից խոսի, սուտի փուտի, ով կսկսի ճիշտ մտածել, արագ կգնա առաջ ու իր համար իրոք ծաղկող կլինի Հայաստանը։ Ծնողի անեծքը բռնում է, խեղճ ու արդար մարդու անեծքն է բռնում, չարախոսությունը անեծք է։ Այս չարախոսությունները, որ այսքան ժամանակ 20 թվականից այս կողմ շատացել է մեր ժողովրդի մեջ, դա անեծք է։ Հետո ասում ենք, ինչի մեր աղոթքները տեղ չի հասնում։ Այդքան վատ վիճակներին եղավ Հայաստանը, մարդիկ այդքան աղոթում են, բայց ոչ մի բան չի լինում, որովհետև չարախոսում են, այդ էլ անեծք է։ Երթում չկատարող էներգիայի կորուստ է ունենում, այն մարդիկ, որոնք կերթվեն, կասեն, ես ես հատկապես տղամարդիկ, վայ, սարսափելի է, որտև հայրն է տղամարդը, հայր Աստված, հայր, կոտկատեղից վերև, գլուխ, տղամարդ, զինվոր, մարտիկ, չիգիտ, ամեն ինչ կարող եմ ասել հայր, մաչո, այն տղամարդը, ով խոստում կտա, խոս կտա, որ մի բան պետք է անի ու չանի, իր վրա շատ վատ անդրադառնալու։ Էներգիայի կորուստ ենք ունենալ, եթե էներգիայի կորուստ եղավ, այսպես ժողովրդավար ասե, իմունիտետը կընկնի, հիվանդությունները կշատանան, կարող է գնա վթարտա, կոշիկը կորստի չկարողանա հագնի, աշխատանքից կուշանա, խնդիրներ կլինի։ Դրա համար էլ եթե լավ էլի մտածեք, նորից եմ կրկնում, քանի որ մտածելու տարի է 26 թվականը, ու դա քիչ մնաց արդեն, հիմա դեկտեմբերի 20-ից արդեն սև լուսին գոյություն ունի, որ ինքը կմտնի աղեղնավոր, տալիս է նպատակ, տալիս է գայթակվածություն, որ չգայթակվեք ոչ մի բանով, այս ես բացատրեմ իմանաք, սև լուսին ասելը Վեներայի հետևը թաքնված մի հատ անկարգ լուսին է։ Վեներան բարի, սեր, ընտանիք, ինչքան լավ բաներ ուզում եք ասեք, այդ լուսինը հետևը թաքնվել է, ու ինքը սկսում է թաքուն բաներ անել ու մարդկանց գայթակղել։ Այս գայթակվածություններն է, դրա համար որպեսզի մի քայլ, որ դու ուզում ես անես, մի հատ մտածել։ Արդյոք արժի, չգայթակվես ուրիշի տնով, տեղով, մեքենայով, ժամացույցով, կանանցով, տղամարդկանցով, որովհետև դու հարվածներ կստանաս շատ փիս։ Ու էներգիայի այդ էս նախանձն է։ Եթե դու խոստացել ես այս ինչ մարդուն օգնել, ուրեմն օգնի, եթե չէ, դու կունենաս էներգիայի կորուստ ու լիքը խնդիրներ։ Հիվանդություն, անհաջողություն։ Այ կսկսվի իրար հետև շարունակել, եթե տղամարդը հատկապես իր խոստումը չկատարեց։ Ու վերջին Կարլ Յունգի խոսքերն են, որ ես միշտ տեղ եմ տալու, շատ եմ մեջ վերումներ անում, մտածելը դժվար է, այդ պատճառով մարդկանց մեծամասնությունը սկսել է դատել։ Իսկ դու ով ես, որ դատես, եթե այնտեղ վերը կա երկնավորը ամենից մեծը, դրա համար փակի բերանդ, էլ եմ կրկնում, մտածեք, շնորհակալ եղեք, որ դուք արթնանում եք ձեր տանիք կա ձեր գլխին ու ձեր հարազատը ձեր կողքն է, ու շնորհակալ եղեք, որպեսզի միշտ դուք դա տեսնեք, մտածեք,
կտեսնեք կյանքը ձեզ համար հեշտ կլինի։ Այսպես, ստեսություն ձեզ։